Փառք Հիսուսին, փառք մեր Տիրոջը, եղբայրներ քույրեր, այսօր էլ Աստծո ողորմությունով նրա ներկայության մեջ ենք եւ Սուրբ Հոգին այսօր իր եկեղեցին պատրաստում է Քրիստոս Փեսային։ Ուստի մենք պետք է արձագանքենք նրան, տրվենք ամբողջությամբ, հնազանդվենք, որպեսզի այդ օրը մենք արժանի լինենք մեծ փրկությանը։ Ուրեմն ես կարդամ 35 գլխի ծննդոց, այս համարը դեռ շուտ ժամանակներից կպել է սրտիս եւ մնացել է իմ հիշողության մեջ եւ շատ խորհրդավոր համար է, ցանկալի է բացենք իրար հետ կարդանք այդ համարը ուրեմն 35 գլուխ ծննդոց Աստված ըսավ Հակոբին ելիր վեր դեպի Բեթել գնա ու հոն բնակե եւ հոն սեղան մշինե Աստծոյ որ քեզի երևցավ քո եղբորդ Եսավի երեսեն փախած ատենդ Հակոբ իր ընտանիքին ու բոլոր իրեն հետ եղողներուն ըսավ ձեր մեջ եղող օտար աստվածները վերցուցեք ու մաքրվեցեք եւ հանդերձնիդ փոխեցեք ու ելնելով դեպի Բեթել երթանք ու հոն սեղան մշինեմ Աստծոյ որ իմ նեղության օրը ինձի լսեց ու իմ գացած ճամփուս մեջ ինձի հետ էր անոնք իրենց ձեռքը եղած բոլոր օտար աստվածները ու իրենց ականջները եղած օղերը Հակոբին տվին Հակոբ թաղեց զանոնք Սիվքեմի մոտ եղած բևեկնիկի տակ հապա ճամփա ելան Ուշադրություն դարձնենք եղբայրներ քույրեր այստեղ երեք բան ասեմ Հակոբը իր ընտանիքին եւ իր հետ եղողներին ձեր մեջ եղած օտար աստվածները վերցուցեք ու մաքրվեցեք ու հանդերձնիդ փոխեցեք երեք բան օտար աստվածներ մաքրվել եւ հանդերձները փոխել օտար աստվածներ աստված նկատի ունի կուրքերը Ինչա կուրքերը, ինչա նշանակում կուրքեր, ինչ նկատի ունի խոսքը օտար աստվածները։ Սրանք այն բաներն են, որ կապված են մարդու սրտի հետ։ Ամենատարբեր կուրքեր կարա լինի մարդկանց կյանքը։ Եվ ինչու՞ չէ նաև հավատքի ժողովրդի մեջ, ինչպես մենք հանդիպում ենք Լաբանի եւ Ռաքելի Եվ որ Հակոբը դուրս եկավ Լաբանի մոտից ծառայությունից Լաբանը հետևեց նրան, որովհետև առանց հարցնելու էր գնացել, երևի շատերս գիտենք այդ պատմությունը, որովհետև տեսավ, որ արդեն իր հետ լավ չեն վերաբերվում եւ ինքը ծածուկ փախավ Լաբանից։ Եվ Լաբանը հետևեց նրան Եվ ճանապարհին եւ որ հանդիպեց նեղություն կար խոսակցություն եղավ իր առանց տեղեկացնելու գնալու համար եւ Լաբանը կուրք ուներ որը փնտրում էր եւ տեսնում ենք թե ինչպես էր փնտրում այն աստիճանի որ Հակոբի վրանները սախ տակնու վրա արավ այն աստիճանի որ Հակոբը բարկացավ բայց այստեղ տեսնում ենք որ Լաբանի աղջիկ Ռաքելը նստել էր այդ կուրքի վրա եւ պահել էր Տեսեք եղբայրներ քույրեր այն աստիճանի փնտրում էր Լաբանը եւ այն աստիճանի Ռաքելը իր հորը խաբեց որ տեղյակ չի դրա մասին Տեսեք սրտերը կապված է ինչպես էր իրանց սրտերը կապված այդ կուրքին
Եթե մի բանից ամենատարբեր կարող է բաներ լինել օտար աստվածներ կուրքեր մեր կյանքերի մեջ, նույնիսկ մենք չգիտակցենք դա։ Հովանես առաքյալն ասում է, որդյակներ ինքս ինքնիդ կուրքերեն պահեցեք։ Սիրտը կապված է այդ բանին, եթե մի բանի հետ կապված է մեր սրտերը, և մենք չենք կարող բաց թողանք դրան, դա կուրք է մեզ համար։ Անկախ նրանից ինչ է, մեր սրտերը ոչ թե կուրքերի, ոչ թե ինչ-որ ինչերի կամ ում հետ պետք է կապված լինի, այլ մեր սիրտը պետք է կապված լինի և ամբողջությամբ հանձնված լինի Տեր Հիսուս Քրիստոսին։ Եղբայրներ, քույրեր, մենք այսօր քննելու բաներ ունենք, ինչքան բազմազան բաներ կա, որ մեր սիրտը գրավում է։ Գիտեք, դա կարող է մեր երեխեքը լինեն, դա կարող է, չգիտեմ, մեր կինը լինի, դա չգիտեմ, կարող է ինչ-որ իր լինի։ Եվ ուրեմն սա մի կարևոր բան է, որ Աստված շատ նախանձոտ է, շատ նախանձոտ է։ Եվ Եզեկիելի մարգարեության մեջ այսպիսի տեղ կա, որ Աստված ասում է, ձեր կուրքերը ձեր սրտերի մեջ կանգնացրել եք, և գիտեք, թե ես ձեզ պետք է լսեմ։ Ուրեմն Աստված օգնական լինի, եղբայրներ, քույրեր։ Եվ այսօր այս դարի մեջ թշնամին աշխարհը մի կուրք է հանել, նոր կուրք է, շատերը տրվել են դրան, շատ քրիստոնյաներ տրվել են դրան, շատ քրիստոնյաներ պաշտում են դրան, շատերի սրտի հետ կապված է, շատերը չեն կարում թողան։ Դա ինտերնետն է, դա ինտերնետն է։ Ինչի մասին, որ մենք շատ մտածում ենք, ինչով որ մեր հորիզոնը, մեր սիրտը, մեր էությունը լցված է, մենք կարևորություն ենք տալի, դա մեր փոքրատարով Աստվածն է, դա մեր կուրքն է։ Ուրեմն Աստված օգնի, եղբայրներ, քույրեր, այս բանի մեջ, դեպ Աստված շատ խիստ անայամ և կռապաշտների բաժինը հայտնության գիրքն ասում է, ծծմբով և կրակով, կրակի մեջ է, խիստ պատիժ է կռապաշտների համար։ Ուրեմն Աստված օգնի, եղբայրներ, քույրեր։ 5 տականի մեջ մենք տեսնում ենք Իսրայելը ինչպես էր դառնում կռապաշտության։ Նույնիսկ Սողոմոնի պես մարդը, տեսեք, մարդը, որ Աստծո կամքից, Աստծո պատվիրանքներից մի փոքր շեղվում է, գիտեք, մի անգամից չի լինում դա, աստիճանաբար, մի սխալ քայլ, մի պատվիրանքը, մի բան անտեսել, և թշնամին հաջողորն է, ես զարմացել եմ Սողոմոնի նման իմաստուն մարդու, ինչին էր պետք այդքան կիները, ինչին էր պետք, օտարազգի կիները, որ գրված է, օտարազգի կիները Սողոմոնին դարձրին իրանց կուրքերին։ Զգուշ պետք է լինենք, եղբայրներ և քույրեր, մեր սրտերի մեջ առավելակ մի բան չլի, որ դա առավելագույնն է, առավելա Աստծուց, և մեր սրտերը կապված է դրանից։ Տերը օգնի, եղբայրներ, քույրեր, և մյուս կետը ձեր օտար աստվածները վերցուցեք և մյուս կետը մաքրվեցեք։ Մաքրվելու ամեն հնարավորությունը Աստված տվել է։ Մաքրվելու տարբեր տարբերակները մեզ առաջնորդում Սուրբ Գիրքը։ Մաքրվեցեք։ Մենք պետք է շատ զգուշ լինենք։ Մենք պետք է մեր կյանքը անալիզ անենք։ Մենք պետք է ամեն երեկո, ամեն ժամանակ հաճախակի քննենք, նայենք մեր սրտերին, ինչ ենք խոսում, ինչ ենք խոսացել, ինչ ենք արտաբերել, ինչ վերաբերմունք ենք ցույց տվել, ինչպես ենք այդ օրը անցկացրել։ Արդյոք անմաքուր բաներ ելել է, արդյոք խավարի մեջ ենք գնացել, թե ավետարանով ենք ապրել, թե լույսի մեջ ենք գնացել։ Եվ Հովանես առաքյալը մեզ սովորացնում է,
առաքյալը կարդում ենք ուրեմն Հովհաննես առաքյալի առաջի գլխի 5-րդ խոսքը ասիկա է այն պատգամը, որ իր մել լսեցինք եւ ձեզի կիմացնենք, թե Աստված լույս է ու անոր մեջ բնավ խավար չկա։ Եթե ասենք, թե անոր հետ հաղորդակից ենք ու խավարի մեջ պտտվենք, սուտ կխոսենք եւ ճշմարտությունը չենք կսեր, հապա եթե լույսի մեջ քալենք, ինչպես անիկա լույսի մեջ է, իրարու հետ հաղորդակից կլանք ու անոր որդու Հիսուս Քրիստոսի արյունը մեզ ամեն մեղքե կսրբե։ Եթե ասենք, թե մենք մեղք մչունենք, ինքս ինքնին կխափենք ու մեր մեջ ճշմարտություն չկա։ Եթե խոստովանենք մեղքերնից, հավատարիմ ու արդար է անիկա մեր մեղքերին թողություն տալու եւ մեզ ամեն անիրավություն է սրբելու։ Ամեն։ Ահա տարբերակը եղբայրներ քույրեր, լույսի մեջ քայլելու, այսինքն ավետարանով ապրելու։ Եվ եթե սայթակում, վրիպում կա, մենք պետք է ընդունենք մեր մեղքը։ Սա շատ կարևոր է, մեղքը մարդը իր մեղքը իր վրա վերցնի եւ զղջում ապրի, սա շատ կարևոր է։ Զղջումը շատ կարևոր է։ Զղջանք, խոստովանվենք եւ լույսի մեջ քայլենք եւ իր արյունը մեզ կմաքրի ամեն մեղքից եւ խոստովանվենք ամեն անիրավությունից կսրբի մեզ։ Եվ որ մենք խոստովանվում ենք, դժվար է, չէ՞ խոստովանվելը։ Գալիս է ամոթը, բայց ավելի լավ է ստեղ ամաչենք։ Օտար աստվածները վերցրեք եւ մաքրվեցեք։ Աստված ասում է ես սուրբ եմ, դուք էլ սուրբ եղեք։ Սա շատ կարևոր մի պատվիրանք է, որովհետեւ երկինքը սուրբ բնագավառ է, եղբայրներ քույրեր, եւ այնտեղ մեղքը անմաքուրը չի կարա մտնի։ Աստված օգնի եւ նաեւ մի տարբերակ Պետրոս առաքյալը առաջի Պետրոս առաջի գլխի 22-րդ խոսքից ձեր անձերը մաքրեցեք հոգին միջոցով գրված է մեծատառով Սուրբ Հոգու միջոցով ճշմարտությանը հնազանդվելով եղբայրասիրության մեջ անկեղծ ըլլալով նաև Սուրբ Հոգու միջոցով եւ որ հաղորդակցվում ենք նրա հետ մտերիմ ենք Սուրբ Հոգու հետ Աստծո Սուրբ Հոգին մեզ մաքրում է նրա ներկայությունը մեզ բան ասեն Տերը օգնի եղբայրներ քույրեր եւ մյուս համարը Եվ հանդերձնիդ փոխեցեք հանդերձները եթե մենք նայում ենք թե հավատացյալ թե անհավատ իրանց հագնվածքին իրանց հագնվածքով մենք կարանք եզրակացություն անենք այդ մարդկանց հագնվածքով եզրակացություն անենք եւ հագնվածքը Եվ որ մաքրվենք, օտար աստվածներ չլի, եւ որ մաքրվենք, եւ որ հին մարդու եւ նոր մարդու մասին Կողոսացիս թղթում խոսում է, որ հին մարդը ձեր վրայից հանեք։ Բարկությունը, սրտմտությունը եւ այլ անմաքուր բաներ ասում է հանեք ձեր վրայից եւ հագեք ասում է նորը ձեր ստեղծողի պատկերի պես։ Սերը, գթությունը, այնտեղ Հոգու պտուղները իրար ներելով, իրար հետ քաղցր եղեք, առաջնորդում է հին կյանքը հանելու եւ նորը Քրիստոսի պատկերի պես հագնելու։ Աստված օգնի եղբայրներ քույրեր եւ այս թեմային գիտեք վերաբերվող ես մի վկայություն ունեմ 2022 թվականն էր
մերս հիվանդ էր եւ ես տեսա, որ ինքը արդեն հավիտենության նախաշեմին է։ Եվ սկսեցի աղոտ քանել իր համար եւ վատ հայտնություն եղավ եւ որ ես տեսա այդ հայտնությունը մտա ծոմի մեջ եւ սկսեցի ծոմով աղոթել։ Եվ երկրորդ օրը, եւ որ ծոմի մեջ էի, աղոթքին Տերը պատասխանեց, եկավ իր ողորմությունը, կտրուկ փոփոխություն։ Եվ այդ տեսիլքը գույիկը վկայեց, ասավ Տերը մտավ մեր կալիդորով, այդ հանդերձները բերեց եւ տարավ իր սենյակը։ Փառք Տիրոջը եղբայրներ քույրեր, մինչև աղոթքը խոստովանություն եղավ, հաշտություն եղավ, ինքը շատ կոտրված էր։ Եվ ես փառք եմ տալի Տիրոջը, որ Աստված այդքան ողորմած է։ Տիրոջ անունը թող փառավորվի, եղբայրներ քույրեր, Տիրոջ անունը փառավորվի։ Մենք այսօր ապաշխարենք, որպեսզի մեր հանդերձները մաքուր լինի եւ մենք ուրեմն ընդունելի լինենք Տիրոջը կողմանե։ Եվ Տիրոջ խոսքը Հայտնության գրքում կարդում ենք Հայտնության 7-րդ գլխի 13-րդ խոսքից Եվ երեցներեն մեկը ինձ ասավ ասոնք որ ճերմակ հանդերձներ հագած են ով են եւ ուրկե եկան Ես էլ ասի անոր Տեր իմ դու գիտես ասավ ինձի ասոնք են մեծ նեղությունն եկողները որոնք իրենց հանդերձները լվացին ու զանոն գառնուկի արյունով ջերմակցուցին անոր համար Աստծո աթոռի արչև են եւ իրեն կծառայեն ցերեկ ու գիշեր իր տաճարի մեջ եւ աթոռի վրա նստողը իր վրանը պիտի տարածի անոնց վրա այսուհետև ոչ պիտի անոթենան ոչ պիտի ծարավեն ոչ էլ արևը կամ տաքությունը անոնց վրա պիտի ընկնի որովհետև գառնուկը որ աթոռի մեջ է պիտի հովվե զանոնք ու դեպի կենթանի ջրի աղբյուրները պիտի առաջնորդե զանոնք Աստված բոլոր արցունքները պիտի սրբե անոնց աչքերեն ասոնք ովքեր են որ ճերմակներ են հագել սրանք մեծ նեղություններից եկողներն են սա իր եկեղեցին է որոնք Հիսուսի արյունով մաքրվեցին եւ ճերմակ հանդերձներով են եւ ժողովող գիրքը 9-րդ գլխի 8-րդ խոսքը ասում է գլխի յուղը չպակասի եւ քո հանդերձները ճերմակ լինեն Աստված օգնի եղբայրներ քույրեր կարծում եմ այս բաները շատ կարեւոր բաներ է եւ այս բաների համար մենք անելիքներ ունենք Մենք անձնաքննություն անելու բաներ ունենք, որովհետև սա ամենայն մարդու կյանքի ամենակարևոր, ամենագլխավոր հարցն է։ Ամեն բան պետք է վերջանա, կարևորը վերջավորության մեջ, ինչ որոշում է կայացնելու Տերը մեզ համար։ Որպեսզի մենք պատվով ընդունենք, մենք այսօր անելիքներ ունենք։ Անելիքները սա է, որ մենք մեր ամենօրյա խաչը վերցնենք, մեր անձը ուրանանք եւ գնանք Տիրոջ հետևից։ Տերը լինի առաջինը, իր հետ մեկանանք, ամեն բան անցողի կա, ժողովող գիրքը որ կարդում է Սողոմոնը իր Աստծո տված իմաստությունով գրում է, որ ամեն բան, այդպիսի մի բան չկա եւ ասում է, սա է մարդու պարտականությունը, Աստվածանից վախի եւ նրա պատվիրանքները պահի, որովհետեւ ամեն գործ մարդու թե բարի թե չար պետքա գա դատաստան։ Մենք պետքա պատասխանատվության զգացումով ապրենք այսօր։ Եվ ժամանակ կա եւ հնարավորություն կա։ Ամեքին իրանց չափով է տրված եղբայրներ քույրեր։ Ամեքին իրանց չափով է տրված։ Եթե ծեր է, Աստված նրա ծերությունը հաշվի առնում։ Մենք ոչ մեկի հետ չհամեմատվենք։ Մենք համեմատվենք Տիրոջ հետ, Աստծո խոսքի հետ։ Որտեւ ամեքին
ամեքին իրան չափով է պահանջելու Տերը։ Քանի տարի է այդ տարիների համար պատասխանատու ես։ 30 տարվա համար դու 30 տարվա համար ես։ 5 տարվա ես պատասխանատու։ Ում որ շատ տրվեց, շատ պետքա պահանջվի, ում որ քիչ տրվեց, քիչ պետքա պահանջվի։ Այդպես է, Տերը օգնի, նաև հարսանիքի այդ թագավորի հարսանիքի այդ առակի մեջ էլ չէ, թագավորը մտավ եւ տեսավ, որ մեկը այդ հանդերձները չունի։ Ասավ ընկեր դու ինչպես ես տեղ մտա։ Եվ տեսնում ենք ինչպես վերաբերվեց, կապեք դրա ձեռքերը եւ ներքին խավարը գցեք, որտեղ կանչվածները շատ են, բայց ընտրյալները քիչ են։ Մենք շատ երանելի ենք, շատ մենք շանս հնարավորություն ունենք փրկության, բայց մենք պետքա դա օգտագործենք եւ պետքա օգտագործենք իմաստությունով եւ կարեւորը այսօր որն է Աստծո կամքը ինձ համար։ Մենք նրա տիրապետության տակ ենք, մենք նրա եկեղեցու մարմնի անդամն ենք, մենք իրավունք չունենք առանց իրան, որևիցե մի բան, որևիցե մի քայլ, որևիցե չգիտեմ ինչ, ամեն բան Աստծո կամքի համեմատ պետք է անենք եղբայրներ քույրեր, չխաբվենք աշխարհային զբաղմունքները, հարստության խաբեությունը, լավ կյանքը, մենք չենք կարա այստեղ էլ լավ կյանքին ձգտենք եւ այնտեղ էլ գնանք լավ կյանքի։ Եթե մեկը իր անձը գտնի, պետք է կորցնի։ Եթե մեկը իր անձը այս կյանքի մեջ կորցնի, շատ բաներից զրկվի հանուն հավատքի, իր անձը գտնելու անդեղ։ Պետրոսն ասավ, մենք այս բաները թողինք ու եկանք, ասավ, որ այդ բաները թողիկ ու եկակ, հարուրապատիկը պետք է ստանաք այնտեղ եւ հավիտենական կյանքը։ Տեսնում եք երկինքը ինչպիսի երկնքում ինչքան բարձր տոկոսով բան կա։ Այստեղ թալանում են, բարձր տոկոսներ են դնում, բայց այնտեղ սա է հավատքը։ Շատերը հասկացել են, Պողոս առաքյալը հասկացել է, Մովսեսը գիտեր, ինչ է նշանակում հավիտենական փրկություն։ Մերժեց փարավոնի եգիպտական պալատները մերժեց։ Փարավոնի աղջկա որդի էր, բայց գերագնահատեց Աստծո ժողովրդի հետ չարչարվել, քանց թե ժամանակավոր վայելքները։ Ինչ անենք ժամանակավորը լավը բռնենք, թե հավիտենականը։ Պարզ չի ավելի լավ է այստեղ զրկվենք, այստեղ շատ բաներից զրկվենք, զատոնդեղ կփրկվենք։ Հասարակ հասկացողությունը մեծ իմաստություն պետք չի սրա համար, որ մարդը հասկանա։ Սրա համար ավելին կասեի հավատքա պետք, որ հավատանք։ Ուրեմն Տերը օգնի եղբայրներ քույրեր, մենք մտածելու բաներ ունենք։ Պետրոս առաքյալը գրում է, նրա երկայնամտությունը փրկություն համարեցիք։ Աստված մեզ ինչքան լավ ժողովներ է տալի, ինչքան լավ միաբանություններ է տալի։ Ուրախանում եմ եւ որ ժողով է, ուրախանում եմ որ եղբայրական է։ Մի երկու հավաքույթ բացակայեցի, դա ինձ համար շատ վատ ազդեցություն ունեցավ, այն բանով որ շատ վատ զգացի, որ ինչ որ մի բան թողում եմ։ Ինձ համար եղբայրականը տոն է, հավաքույթը տոն է, սուրբերի հետ միաբանությունը տոն է։ Ես ասում եմ անկեղծ եմ ասում, Աստծոյի առաջ եմ ասում։ Միակ ամենալավ տեղը Աստծո ժողովրդի հետ միաբանության մեջ է։ Տիրոջ անունը փառավորվի։ Աստված մեզ տվել է քաղցր եղբայրներ, քաղցր քույրեր, որ տեսնում ես, որ Տիրոջը սիրող քույրեր են, Տիրոջը սիրող եղբայրներ են։ Տիրոջ անունը փառավորվի, կանգնենք աղոթքի։ Աղոթենք մեր վիճակները բերելով Տիրոջը։ Թող Տեր Հիսուսի անունը փառավորվի։ Ալելույա, ամեն։